Թուրքիայի բանակի 3 մայորներ, 3 կապիտաններ ու 2 սերժանտներ հուլիսի 16-ին հուլիսյան հեղաշրջման ձախողված փորձի հաջորդ օրը ռազմական մի ուղղաթիռով դիմեցին փախուստի, վայրէջք չկատարելով Հունաստանում եւ անմիջապես ներկայացրին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմումներ։ Հունաստանի գերագույն դատարանը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Թուրքիայում սկսված զանգվածային ճնշումների պայմաններում մեծ է այս թուրք 8 զինվորականների իրավունքները նույնպես ոտնահարելու հնարավորությունը։ Դատարանը կայացրեց արտահանձնելու մասին Թուրքիայի խնդրանքը մերժելու որոշում։ Ինչպես թուրք զինվորականների հույն փաստաբանն է ասում, դատարանի որոշումը եվրոպական արժեքների ու Հունաստանի արդարադատության մեծ հաղթանակ էր։ Թուրքիան պնդում է, որ հեղաշրջման փորձն իրականացվել էր ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլա Գյուլենի հովանավորությամբ ու շարունակում ձերբակալությունները, մինչ այժմ աշխատանքից զրկվել է մի քանի 100,000 մարդ։ Լոնդոնից գործող Royal United Services հաստատության վերլուծաբաններից Թահիր Աբասի խոսքերով, Թուրքիան դեռևս չի ապացուցել, որ Գյուլենն է կանգնած դրա հետևում, իսկ այն, որ Հունաստանը մերժում է արտահանձնելու խնդրանքը, մեծապես վնասում է նախագահ Էրդողանի հեղինակությանը։ Սա հարված է նրա կարգավիճակին, նրա անձին ու հեղինակությանը։ Հունաստանի որոշմանն ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե պետք է վերանայվեն երկու երկրների հարաբերությունները։ Այսպիսով կարող են փակ ուղի մտնել Կիպրոսը վերամիավորելու հարցով անցկացվող բանակցությունները։ Ինչպես փորձագետներն են ասում, Կիպրոսի խնդրի լուծումը Թուրքիայում համարվում է ազգային հարց, ինչը նշանակում է, որ իր կոկորդում մնացած այս ոսկորը Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է կուլ տալ միայն Կիպրոսում խաղաղության հասնելու դեպքում։ Անկարան համաձայնել էր արգելել Իրապերից դեպի հունական կղզիներ ուղևորվող փախստականների երթը, այժմ սպառնում է հրաժարվել գործարքից, ինչը հույն թուրքական հարաբերություններում մի նոր խոչընդոտ է ու մեկ այլ ոսկոր։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։